Ցանկացած արտիստի կամ թատերախմբի համար կարևորագույն եւ ամենահաշվետու ելույթներից մեկը հյուրախաղային ներկայացումն է։ Այն էլ միջազգային Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում։ Եվ այսպես։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հրավեր էր ստացել մասնակցելու Հունգարիայի Գյուլա քաղաքում անցկացվող ամենամյա Շեքսպիրյան վարզինհաս փառատոնին։ Եվ հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը դրամատիկցիները ուղևորվեցին դեպի Հունգարիա։ Երևան Մոսկվա, Մոսկվա Բուդապեշտ, Բուդապեշտ Գյուլա։ Հենց այս երթուղիով։ Այսքան ծանոթ, այսքան հեռու և այսքան մոտ, այսքան ուրիշ, բայց հարազատ միշտ մոռանում եմ քեզ հետ կարոտու վիշտ, մոռանում եմ, որ ինձ տանը երկար է սպասել իմ յարը, մոռանում եմ ամեն բան քո գրկում, ես քեզ եմ սիրում, Վերջապես դրամատիկի թատերախումբը Գյուլա քաղաքում է։ Սկսվում են ամենալարված պահերը։ Ճիշտ է, քաղաքը շատ գեղեցիկ է, բայց ներկայացմանը մնացել են հաշված ժամեր։ Երջանկություն, այսքան թախծոտ, այսքան սիրող, այսքան խանդոտ, այսքան խավար, բայց լուսավոր ջինջ, մոռանում եմ քեզ հետ, ես ամեն ինչ, մոռանում եմ, որ ինձ տանը։ Հունգարալեզու հանդիսատեսը արդեն դահլիճում է։ 3, 2, 1 ներկայացումը սկսված է։ Տիկնապահներն արած կլինեն, նրանց ձեռքերը և երեսները արյունով ամբողջ շաղախված էին։ Եվ դաշինները, որ գետակնկած պարծերի վրա։ Բայց ես զղջում եմ, որ բարկության մեջ նրանց մորթեցի։ Ինչ? Ինչու? Ինչու? Եվ նրանց տրացերեղությունը այնպես ճշմարիտ դուրս եկավ։ Կարծում եմ ճիշտ ժամանակն է լսել քմահաճ և բարձրաճաշակ հունգարացիների կարծիքը հայկական Մակբեթի մասին։ Mert hogy nagyon mély és szép érzések voltak. Այն ինչ ես տեսա այստեղ, ինձ ապշեցրել է, զարմացրել և հիացրել։ Հիացած եմ դերասանական աշխատանքի վրա։ Ուզում եմ նաև առանձնացնել լույսի և երաժշտության փայլուն ներգործությունը, շատ պրոֆեսիոնալ էր արված պիեսի խմբագրությունը, դեկորացիան և բեմադրությունն ամբողջությամբ։ Տպավորությունները աննկարագրելի են։ Spasibo vam. Ես երբեք չէի տեսել խոսքի և բեմադրության նման գեղեցիկ համադրություն, և դուք երևի գիտեք, որ թե Անգլիայում, թե Գերմանիայում այս ներկայացումը ունի մեծ հնարավորություն ճանաչվելու և սիրվելու։ Շատ հետաքրքիր էր ինձ համար դիտելը։ Ես կարծում եմ, որ առաջին անգամ բեմում տեսա Հեկատին, ես նրան երբեք չէի տեսել։ Եվ ամբողջությամբ փշաքաղվեցի, և անշուշտ ուզում եմ առանձնացնել այն 3 գեղեցկուհիների, ոգիների մասին է խոսքս։ Ես չէի հասկանում ոչինչ, քանի որ հայերեն չգիտեմ և չէի կարող կարդալ հունգարերեն թարգմանությունը, բայց կարող եմ ասել, որ լավ էր, հետաքրքիր աշխատանք էր, շնորհակալություն։ That was good. Interesting experience. Ես Կալմանին եմ, Հունգարիայից։ Ես երբեք չեմ տեսել ավելի գեղեցիկ ներկայացում, քան Շեքսպիրի այս Մակբեթը։ Շատ գեղեցիկ էր։ Ափսոս, որ ես հայերեն չգիտեմ։
Ես կարծում եմ, որ Երևանի այս թատրոնը նորից կհյուրընկալվի Գյուլայում։ Völgyi Tóth Zsuzsa vagyok, a Magyar Rádiónál dolgozom. Ես շատ հավանացի այն, որ այս բավականին երկար ստեղծագործությունը կրճատվել էր այնպես, որ եւ հուշագրավ էր, եւ պիեսի ասելիքն ու գաղափարը չէր կորել։ Ցանկանում եմ նույն ոգով շարունակեք աշխատել։ Այս ամենը ֆանտաստիկ էր։ Ինձ մեծ բավականություն է պատճառել։ Շնորհակալություն։ Shakespeare darabjának, amilyet még eddig nem láttunk. I like very much this performance. I was in Yerevan last year in September. Ես շատ եմ սիրում այս ներկայացումը։ Անցյալ տարի սեպտեմբերին ես Երևանում էի Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում եւ հրավիրեցի Երևանի դրամատիկական թատրոնին Հունգարիա Շեքսպիրյան փառատոնի, որովհետեւ շատ տեսարժան, տարբերվող, զգացմունքային բեմադրություն է եւ կարծում եմ այստեղ կա փայլուն ռեժիսուրա եւ մեծ դերասաններ եւ դերասանուհիներ են ներգրավված այս ներկայացման մեջ։ Այդ պատճառով էլ հրավիրեցի նրանց այս փառատոնին եւ շատ ուրախ եմ տեսնելով ձեզ այստեղ Գյուլայում։ Չնայած որ Հայաստանը շատ հեռու է Հունգարիայից եւ դուք էլ շատ եք ճանապարհորդում, բայց վերջապես դուք այստեղ եք եւ մենք շատ ուրախ ենք։ Շնորհավորում եմ ողջ անձնակազմին։ Ես շատ եմ սիրում Հայաստանը, Երևանը, Արարատը, հին քրիստոնեական եկեղեցիները եւ ես շատ եմ սիրում երևանցիներին, քանի որ նրանք շատ հյուրընկալ են։ Այսպիսով շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք եւ նորից շնորհավոր։ In Yerevan and in Hungary in Gyula. Իսկ հիմա ժամանակն է վերադառնալ հայրենիք։ Հոգնածությունը իրենց զգացնել է տալիս, սակայն Գյուլայից մնացած վառ հիշողությունները երբեք չեն հոգնեցնի։ Մաղթում եմ մեր քաղաքի ամենաավանդաշատ թատրոնին նորանոր բարձունքներ ու նվաճումներ, իսկ առջևում նոր բեմեր են եւ բազմաթիվ հաղթանակներ։ Նարեկ Քթոյան, Հունգարիայից, հատուկ Նոր Նյուզի համար։ Դրանք լինում են տարբեր, լինում են ծովային, ակումբային,